Փայտե ամուրջի պոտով բուրդը մշակել, կոշտ ու կոպիտ հատվածները հեռացրել ու ահա այսպիսի տարածական ինստալյացիա է ստացել։ Արվեստագետ Լիլիթ Մարտիրոսյանը մեր օրերում փոքրինչ մոռացված, բայց նախկինում հայերի կենցաղում հաճախ օգտագործվող նյութերից մեկի բրդի ուսումնասիրությամբ է զբաղվել, այն դարձնելով ստեղծագործական մտքի վառ արտացոլանք։ Գաղափարը բավականին ժամանակ է մեջս եփվում էր, փորձում էի միջավայրային արվեստ ստանալ, այսինքն հեռու գնալ մի քիչ կոնցեպտից ու զգայական ընկալում ստանալ դիտողի մոտ եւ տարբեր նյութեր էի փորձարկում, ի վերջո եկա մի քիչ ազգային այս մարդամոտ նյութին, բայց իրեն մոտեցել եմ ոչ այնքան ազգային տեսանկյունից, այլ իր ֆիզիկական, օրգանական իր հատկություններից, թե այս մեծ ծանոթ նյութը իր մասշտաբայնության մեջ ինչ ընկալումներ է առաջացնում դիտողի մոտ։ Եվ իրականում բավականին հակասական պատասխաններ եմ լսում, ոմանք վախենում են, ոմանք ասում են ինչ ապահով է այստեղ։ Ինստալյացիայի համար օգտագործվել է ավելի քան 150 կիլոգրամ նյութ։ Թեև բուրդը մշակելը ֆիզիկական մեծ ուժ է պահանջում, բայց փոքրամարմին արվեստագետը չի տրտնջացել։ Ուղիղ 1.5 ամիս օր ու գիշեր աշխատել, նյութին թարմություն է հաղորդել։ Տեսնում եմ բավականին մեծ քանակությամբ նյութ եք օգտագործել, իսկ որտեղից եք այս ամենը ձեռք բերել։ Իրականում բարեբախտաբար հենց քաղաքից կարողացա գտնել այս նյութը, ինչքան էլ որ զարմանալի է, բոլորը արդեն ազատվում են իրենց տան բրդերից։ Իմ բախտը բերեց եւ կարողացա մեկ վայրից մեծ ծավալով գտնել եւ հետաքրքիրն այն է, որ այս հին մշակույթը հիմա տրանսֆորմանալով գալիս է թանգարանային կոնտեքստ։ Այսինքն չեմ ասի, որ սա կոնկրետ ազգային գործ է, բայց ինքն իրեն իր այդ կոնտեքստը մտնում է, որ հին ավանդույթը արդեն ուրիշ ձև է ընկալվում։ Ցուցադրությունը ներկայացված է Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում։ Քիչ են Հայաստանում տարածական ինստալյացիաներ ստեղծելու հնարավորությունները, ու մեր համար էլ, քանի որ բուրդը ինքը բոլորիս կյանքում ծանոթ, հաստատ բոլորս շոշափել ենք, չէ՞, այս նյութը, բայց միաժամանակ նյութի այս ֆորմա ստանալը էքսպերիմենտ է, որը մեզ համար էր հետաքրքիր, նաև արվեստագետի համար էր հետաքրքիր, թե ինչ տեսք ունենա։ Օրգանական նյութից կառուցված այս աշխատանքն արվեստագետը ներս է կոչել, ասում է, սա ավելի շատ հոգեբանական վերլուծություն է։ Ինստալյացիայում անհատական գաղափար թելադրված չէ, յուրաքանչյուրը հայտնվելով այս միջավայրում հնարավորություն կունենա վերլուծել նախ ինքն իրեն, ապա նյութը։ Այս նյութը առհասարակ ծածկույթի նյութ է, բայց այս դեպքում դառնում է միջավայր ու դու ներսն ես մտնում, թե արդեն դիտարկում ես, թե ներսից քեզ ոնց է զգում, եւ մեկ այլ տեսանկյուն էլ կա, թե արդյոք քո ներսը ոնց է զգում այստեղ։ Այսինքն բառախաղ է եւ նյութի ներսում եւ քո ներսում։ Առաջին իմ տպավորությունը կամ հիշողությունը սրա հետ կապված այդ հոտն է, տատիկի վերմակի բանն է առաջացնում, հիշողության այդ զգացողությունն է առաջացնում։ Փափուկ, հոգատար եւ այդ նուրբ զգացողությունը, որ ունենում ես բրդի հետ, դրա հոտի հետ, միաժամանակ ցույց է տալիս իր հակառակ կողմը, որ ներսը, այդ տաք տեղը կարա իր մութ կողմը ունենա։ Զրուցակիցս նյութի հետ աշխատանքի բարդություններն է ներկայացնում։ Նյութը, որ իրականում շատ թեթև տպավորություն է թողնում ու այդպիսի տաք, ամուր ապահով ասոցիացիաներ ունի մեզ մոտ, իրականում բավականին դժվար է իր հետ աշխատել։ Տաք է, շոկ է, հոտ ունի, որոշակի, բայց այդ ամբողջը նաև օգտագործվում է գործի արտահայտչի միջոց որպես։ Արվեստագետ Լիլիթ Մարտիրոսյանը ժամանակակից արվեստի այս ճյուղին անդրադարձել է դեռևս տարիներ առաջ, առաջին անգամ ցուցադրվել է Գերմանիայում։ Նախկինում Ֆրայբուրգում անհատական ցուցահանդեսի փորձառություն եմ ունեցել, որտեղ եւս տարածական ինստալյացիա արեցի արդեն հողի հետ աշխատելով եւ մի փոքր ավելի քաղաքական, ավելի պետությունների վերլուծության անդրադարձա։ Ցուցադրությունն այցելուներից շատերի մոտ արթնացնում է հաճելի հիշողություններ, նրանց տեղափոխում մանկություն, պարուրում, ջերմությամբ։ Սա բնության, մարդու ու ժամանակի միահյուսումն է արվեստի միջոցով։ Ցուցադրությունն է բաց կլինի մինչև հոկտեմբերի 31-ը։ Հասմիկ Ֆահրեդյան, Բեն Անտոնյան, Արմալուր։